Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ այսօր ժամը 0:13-ին Հայաստանի տարածքում Ապարան քաղաքից 11 կիլոմետր հյուսիս-արևելք տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի իշխանությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-ից 4 բալ։ Փետրվարի 9-ին ժամը 20:00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 19 շենքի մոտից բերման է ենթարկել Երևանի Ղարիբջանյան փողոցի բնակիչ 28-ամյա Ռուբեն Աբգարյանին, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 30-ամյա Արամ Մնացականյանին, Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչ 32-ամյա Աշոտ Վերմիշյանին եւ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 25-ամյա Հրանտ Հովհաննիսյանին։ Նրանք խոստովանել են, որ 2011 թվականի մայիսին մուտքի դուռը լինգով կոտրելով մուտք են գործել Մովսես Խորենացու փողոցի 164 տուն եւ դանակի եւ լինգի սպառնալիքով 80-ամյա տանտեր Հայրապետ Մուսլոյանից 350,000 դրամ հափշտակել։ Փաստի առթիվ կատարվում է քննություն։ Պարզվել է, որ նշված անձինք Երևանից բացի հանրապետության մի քանի մարզերում եւս կատարել են մի շարք բնակարանային գողություններ։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Հայաստանի քրեական վերաքննիչ դատարանը փետրվարի 8-ի որոշմամբ չի բավարարել Վռռամ Բաղդասարյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ է թողել Արաբկիր եւ Քանաքեր-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նոյեմբերի 16-ի դատավճիռը։ Դատարանը հիմնավորված է համարել թվով 5 անձանց կողմից խուլիգանություն կատարելու, իսկ Բաղդասարյանի կողմից նաեւ սպանություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու համար առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել ազատազրկման։ Մասնավորապես դատավճռի համաձայն Բաղդասարյանը 2010 թվականի մայիսի 12-ին վիճաբանել է Մկրտչյանի ընկերոջ Սալդաջյանի հետ, ով հաշվեհարդար տեսնելու դիտավորությամբ սպառնացել է Բաղդասարյանին։ Այնուհետև Սանդալջյանը դիմել է իր եղբորն ու ընկերոջը, որպեսզի նրանք հաշվեհարդար տեսնեն Բաղդասարյանի հետ։ Սկսված վիճաբանությունը շարունակելու նպատակով նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում կողմերը հանդիպել են Կոմիտասի պողոտայի 17-րդ եւ 19-րդ շենքերի մոտ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Բաղդասարյանն օգտագործել է ապօրինի կերպով ձեռք բերված PM տեսակի ատրճանակը եւ կրակել Մկրտչյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս կոնքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ մահացել։ Բաղդասարյանը դատապարտվել է ազատազրկման 14 տարի ժամկետով, իսկ մյուս մասնակիցները 5 տարի ժամկետով։ Նշեմ, որ հենց այս գործը կոծկելու մեղադրանքով է կալանավորվել Հայաստանի քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը։ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նախորդին հաստատել է անցած տարվա սեպտեմբերի 6-ին սեփական որդիներին 6-ամյա Վարդանի եւ 4-ամյա Հայկին խեղդամահ արած Ռոզա Ալոյանի անմեղսունակությունը։ Հանրային պաշտպան Լուիզա Հարությունյանի փոխանցմամբ դատարանի որոշմամբ Արարատի բնակչուհի Ռոզա Ալոյանը հարկադիր բուժում կստանա հոգեբուժարանում։ Կապանում մահացել է Dino Gold Mining Company ընկերության երկարամյա աշխատակիցը 56-ամյա Թանգի Բեգլարյանը փետրվարի 8-ին ժամը 18-ի սահմաններում մահացել է հերթափոխից անմիջապես հետո։ Աշխատանքն ավարտելուց հետո հանդերձարանում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրան անմիջապես շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն։ Այնտեղ բժիշկների կողմից արձանագրվել է, որ Բեգլարյանը մահացած է։ Տարին մեկ անգամ ձեռնարկության բոլոր աշխատակիցները պարտադիր բուժզննում են անցնում։ Բեգլարյանը աշխատում էր կոմբինատի ֆաբրիկայում որպես եռակցող։ Ընկերության տնօրինությունը սպասում է բժշկական եզրակացությանը։ Ուղիղ 1 տարի առաջ դարձյալ փետրվարի 8-ին դժբախտ պատահար էր տեղի ունեցել ընկերության ստորգետնյա հանքում, ինչի հետևանքով մահացել էր ընկերության աշխատակից 1977 թվականին ծնված 2 երեխաների հայր Արմեն Եղիազարյանը։ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից փետրվարի 6-ից 10 ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 550,000 դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում եւ հաշվարկվել է 813,000 դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գեղարքունիքի տարածքային բաժանմունքի աշխատակիցների կողմից հայտնաբերված Գետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում։ Արգրավված 3 կիլոգրամ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանալիճ։ Արմավիրի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում։ Վայոց ձորի աշխատակիցների կողմից հայտնաբերված նապաստակի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150,000 դրամ գումարի
գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 16,000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Կիրառված պատժամիջոցներից Հայաստանի Հանրապետության բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 414,000 դրամ։ Թուրքիայի հաշմանդամ լրագրող Ջեվադ Սինեթը դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան, չկարողանալով ինքնուրույն պաշտպանել իր իրավունքները, երբ 2010 թվականին Ջեվադը դիմել է Բաթման նահանգի սոցիալական ծառայություն, հաշմանդամի կարգավիճակը հաստատող փաստաթղթի համար ստացել է հետևյալ պատասխանը. «Դու հայ ես, քո ինքնությունը փաստաթղթի մեջ գրված է, քրիստոնյա, քեզ չենք կարող հաշմանդամության թուղթ տալ»։ Եվս մի քանի անհաջող փորձ եւ նա որոշել է դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 71-ամյա մի տղամարդու, ով կասկածվում է Երուսաղեմի հայկական թաղամասում բռնաբարություններ իրականացնելու մեջ։ Շարիֆ Շավալհա անունով տղամարդը հայկական թաղամասում կրպակ ուներ։ Վերջինս ըստ հետաքննության առնվազն 4 հայ աղջկա է բռնաբարել 1999-ից 2002 թվականներին։ Այս մասին հայտնի է դարձել միայն հիմա, քանի որ բռնաբարության ենթարկված աղջիկները վախեցել են ժամանակին բարձրաձայնել այդ մասին։ Այսօր ժամը 9:30-ի դրությամբ փակ են Սելիմի Լեռնանցքը, Տավուշի մարզում Բերդ Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում Վերին Գետաշեն, Մադինա ավտոճանապարհները։ Ձնաբքի մերկասառույցի եւ վատ տեսանելիության պատճառով որոշ ճանապարհահատվածներ դժվար անցանելի են։ Կատարվում են ձնամաքրման, աղով եւ ավազով մաքրման աշխատանքներ։ Ձյան առատտեղումների պատճառով մեր հանրապետությունում 49 կոտրվածքի դեպք է արձանագրվել։ Փետրվարի 7-ից 10 ընկած ժամանակահատվածում շտաբ բուժօգնություն ծառայությունը փողոցում սպասարկել է 49 կանչ։ Փետրվարի 8-ից 9 Երևանում գրանցվել է 9 ավտովթար, ըստ այդմ գրանցվել է 1 զոհ եւ 11 վիրավոր։ 3 գիշերը եւ այսօր առավոտյան Հայաստանում տեղացած առատձյան եւ եղանակային արտակարգ պայմանների պատճառով Զվարթնոց օդանավակայանում հետաձգվել են չվերթները եւ ժամանումների եւ մեկնումների մասով։ Գյումրի օդանավակայանը նույնպես փակ է։ Այսօր Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ տեղացած ձյան ծանրությունից այդ գյուղի 5 բազմաբնակարան շենքերի տանիքներ փլուզվել են։ Համանման տեղեկություններ են ստացվում նաև հանրապետության այլ բնակավայրերից։ Երևանում չդադարող ձյան հետևանքով առաջացած խցանումները խանգարել են նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին։ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը տեսնելով, որ չի կարողանում դուրս գալ խցանումից, նյարդերը տեղի են տվել եւ նա մեքենան սկսել է վարել մայթերով։ Ռուսաստանի Պերմ քաղաքում սննդամթերքի պահեստում ցրտահարված 48-ամյա Սվետլանա Ֆեդյաևան ուշքի է եկել դիահերձարանում։ Երբ ուշքի եկա, հասկացա, որ գտնվում եմ դիահերձարանում։ Կողքից բազմաթիվ դիակներ էին։ Լավ է, որ չէին հասցրել հերձել ինձ, ասել է Ֆեդյաևան։ Վերջինս դիմել է ոստիկանություն պահանջելով պատժել այն բժիշկներին, ովքեր գրանցելով իր մահը իրեն տեղափոխել էին դիահերձարան։ Կազանի 24-ամյա բնակչուհի Ալբինան ամուսնանալով հարուստ տղայի հետ որոշել է նրա ընտանիքի ունեցվածքին տիրանալ։ Նա պատվիրել է ամուսնու եւ սկեսրոջ սպանությունը։ Քիլլերի դերում հանդես են եկել ոստիկանության աշխատակիցները, ովքեր էլ նրան անմիջապես ձերբակալել են։ Ալբինան հարցաքննվում է։ Նրան 20 տարվա ազատազրկում է սպասվում։ Փոփաստղ Մադոննային սպանել սպառնացող տղամարդը փախել է Լոս Անջելեսի հոգեբուժարանից։ 54-ամյա Ռոբերտ Հոսկինսը տառապում է ծանր հոգեկան հիվանդությամբ։ Նրան 16 տարի առաջ դատապարտել էին 10 տարվա ազատազրկման երկչուհուն հետապնդելու եւ սպառնալու համար։ Պատիժը կրելուց հետո նա կրկին հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ դատարանի որոշմամբ ուղարկվել հարկադիր բուժման։ Ոստիկանները նրան համարում են շրջապատի համար խիստ վտանգավոր։ Մադոննան անձամբ խոստովանել է, որ վախենում է Հոսկինսից։ Ամերիկյան հեռուստաալիքներից մեկի առավոտյան շոուին մասնակցած գլադիատոր Մաքսիմուս անունով գամփրը կծել է հաղորդավարուհու դեմքը։ Շան հավատարմության եւ փրկարար ունակությունների մասին պատմելու ընթացքում կինը քնքշորեն շոյել է կենթանուն։ Գամփրը սկզբում համբերություն է դրսևորել, սակայն որոշ ժամանակ անց հարձակվել հաղորդավարուհու վրա։ Քայլ Դայերը շուրթերի վերականգնման համար ստիպված է եղել ենթարկվել վիրահատության։ Կիևում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են խախտումներ կատարած ջիպ մագնիշի մեքենայի, որի ղեկին Վլադիմիրյան տաճարի հոգևորական Միկոլ Կլեմենկոն էր, ծայրահեղ հարբած վիճակում։ Բարեբախտաբար նրան շուտ են կանգնեցրել, այլապես նա վրաերթի կենթարկեր մի քանի անցորդների։ Հոգևորականը վիճել է ճանապարհային ոստիկանների հետ։ Վերջիներս 1 ժամ շարունակ չեն կարողացել կողմնորոշվել, ինչպես վարվել նրա հետ։ Ոստիկանների երկմտանքն ուղեկցվել է հարբած հոգևորականի անլուրջ արտահայտություններով։